Դաշնակցության մեջ այնքան մեծեր կան, մեծեր, արդի սերունդն ատատեսել դրանց մասին ասեց, գեղամը Սոս Սարգսյանին մոռացավ ավելացնեմ, ուրեմն իսկ այն փաղանգը դաշնակցական որ եղել է, մենակ ասենք Թումանյան, Ավետիքի Սահակյան, այս անունները հերիք են, որ անգամ Հակոբ Մովսեսը չհամարձակվի դատել այդ կուսակցությանը, այդ մեծերի չափ չկա, կներեք Հակոբ Մովսես։ Էլ ուր մնաց ԿՊ-ն փորձի դատել այդպիսի փաղանք ունեցող կուսակցության։ Մտածեք ձեր կուսակցությունից ինչ անուններ են մնալու պատմության մեջ։ Եվ ամենակարևորը, եթե դաշնակցությունը չլիներ, դաշնակցության տեսակը չլիներ, որի մասին ես կանդրադառնամ, ստեղ դրամասներն են շատ խոսում։ Մենք կլինեինք, դուք կլինեիք, պետություն, որ այսքան շատ խոսում եք, այդ պետությունը կլներ, տարածքներ, որի մասին խոսում եք, այս տարածքները կլներ, որտեղ որ մենք պետությունը հիմա ունենք։ Այսինքն այդքան ապերախտ կարա լինի մի սերունդ իր նախնիների նկատմամբ, դրա համար էլ այսօրին ենք էլի։ Բայց դուք չեք հասկացել, որ եթե այդ տեսակը չլիներ, այո, մահ կամ ազատություն ասող տեսակը չլիներ, այս դառը ճակատագիր ունեցող ազգը, դարեր շարունակ հալածված ազգը, ոնց էր պետություն ունենալու։ Հենց այդ տեսակն է ձեզ այս ժառանգել։ Այո, այն երթում տվողները, որոնք հարազատ են մնացել իրենց երթմանը, զենքի վրա են։ Այո, զենքի վրա են երթվում, զենքի վրա երթվող ձեր հարազատ միջավայրից արևմուտքից չգիտեք, քանիսը կան։ Մահ կամ ազատություն ասող, քանի ազգ է ձևավորվել, պետություն է ձևավորվել։ Փարիզ գնացել մտել եք Պանթեոն, ինչ անդ է գրած, ովքեր են այդ թաղված, որոնց մահվան շնորհիվ Ֆրանսիան պետությունն է ձեռք բերել, այդ է գրած։ Նյու Հեմշիրի կարգախոսը ո՞րն է, ապրի ազատ կամ մեռի, հետադիմական են, հա։ Բայց ինչ են արել, որ ձևավորել են, այն ինչ որ ունեն։ Իսկ մենք այո, երդվել ենք եւ շարունակելու ենք երդվել բոլոր ուժերով եւ անգամ կյանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին։ Եվ այս ծառայություն արածներն են, որ մեզ այս պետությունն են ժառանգել։ Ոնց կարելի է դա ուրանալ։